Մտնում Պաշտպանության բանակի Մարշալ Բաբաջանյանի անվան առանձին տանկային բրիգադի ստորաբաժանումները, հրամանատար մարտական խաչ առաջին աստիճանի իշխանշանի ասպետ գնդապետ Ժիրայր Պողոսյան։ Բրիգադը նախ որպես առանձին տանկային գունդ կազմավորվել է 1994 թվականի սեպտեմբերի 11-ին առանձին տանկային գումարտակի հիմքի վրա։ Զորամասի առաջին հրամանատարն էր մարտական խաչ իշխանշանի ասպետ գեներալ-մայոր Վարդան Բալայանը։ 2010 թվականին այն վերակազմավորվել է առանձին տանկային բրիգադի։ Առանձին տանկային զորամասը եղել և մնում է բանակի զրահատանկային ուժերի փառապանծ ավանդույթների գրողն ու շարունակողը։ Արցախյան գոյամարտի տարիներին հայ տանկիստների արհեստավարժ ու խիզախ գործողությունների շնորհիվ բազում օպերացիաներ ավարտվել են մեր զորքերի փայլուն հաղթանակով։ Հրապարակով անցնող շարասյուների մեջ իրենց հատուկ տեղն ունեն 010, 020, 030 և 011 համարանիշի տանկերը, որոնց ազնագազմերը հրամանատարներ մարտական խաչ առաջին աստիճանի իշխանշանակիրներ Այգազ Հակոբյանյանի, Արեգ Ղարիբյանի, Թաթուլ Հայրապետյանի և Լեռնիկ Բաբայանի գլխավորությամբ պատերազմի դաշտում իրենց հաշվեկշռում գրանցել են տասնյակ հակառակորդի հրասայլներ և հետևակի մարտական մեքենաներ։ Անմոռաց է ճուտիկներ կոչվող տանկային ազնագազմի կատարած սխրանքը մեր գոյամարտի տարիներին։ Մարտական գործողությունների ընթացքում Արցախի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերեցին Քաջիկ Մանգասարյանը, Աշոտ Ավանեսյանը, Շահեն Սարգսյանը, Էրիկ Հարությունյանը, Վլադիմիր Դավիթյանը, Գարիկ Հակոբյանը, Բուղդան Մելքումյանը, Հովիկ Աղաջանյանը, Նադիր Մուսայիլյանը, Հակոբ Ավանեսյանը, Արմեն Ոսկանյանը, Գևորգ Միրզոյանը, Սասուն Աղամալյանը, Յուրիկ Անդրեասյանը, Արարատ Շամամյանը, Մելսիկ Բահրամյանը, Վաչագան Բաբայանը, Արթուր Հարությունյանը, Բորիս Սարուխանյանը, Վյաչեսլավ Գաբրիելյանը, Գագիկ Օանջանյանը, Արարատ Գրիգորյանը, Ապրես Պետրոսյանը, Հովիկ Բարսեղյանը և էլի բազում նվիրյալներ։ Տասնյակ տանկիստներ արժանացան պետական ու գերատեսչական պարգևների և դարձան սերունդների համար հայրենասիրության վառ օրինակ։ Նրանք են Արարատ և Արմեն Օհանյանները, Հետիկ Ղուկասյանը, Ոսկան Ազիզյանը, Արամայիս Ասրի-Բաբայանը, Սամվել Ջամալյանը, Զարմիկ Յախշիբեկյանը, Յուրա Գասպարյանը, Լավրենտ Շումանյանը, Սամվել Մինասյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գագիկ Խաչատրյանը, Լևոն Ստեփանյանը, Սամվել Գրիգորյանը, Զորիկ Պետրոսյանը, Հարություն Պետրոսյանը, Ֆելիքս Ղազարյանը, Սերժիկ Շաքարյանը, Հովիկ Ապրեսյանը, Ասլան Ասլանյանը, Արթուր Բահրամյանը, Էդուարդ Մեժլումյանը, Կարլեն Ավանեսյանը, Խաչիկ Հայրապետյանը, Լենտրուշա Բաբայանը և ուրիշներ։ Հետպատերազմյան տարիներին հանձինս առանձին տանկային բրիգադի բանակի զրահատանկային ուժերը շարունակեցին կատարելագործել իրենց մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, ինչպես Արցախյան գոյապայքարի, այնպես էլ խաղաղ պայմաններում տանկային ստորաբաժանումների առաջընթացի ապահովման գործում իրենց նշանակալից ներդրումն են բերել։ Մարտական խաչ իշխանշանի ասպետներ, գնդապետներ Մխիթար և Գագիկ Ավշարյանները, Զորիկ Գաբրիելյանը, Հովիկ Միրզոյանը, Մարտիկ Հայրապետյանը, փոխգնդապետներ Էդվարդ Կոստանդյանը, Գարնիկ Ավանեսյանը, Ռուբիկ Հայրապետյանը, Արսեն Սարգսյանը, Վարդան Բաղդասարյանը, Արթուր Վանյանը, Արթուր Ենգիբարյանը, Գարիկ Գրիգորյանը, Ռոբերտ Բաղարյանը, Վալերի Բաղդասարյանը, Էրնեստ Դադայանը, Արթուր Հովսեփյանը, Նայիրիկ Բարսեղյանը, Գարնիկ Պետրոսյանը և շատ ու շատ նվիրյալ տանկիստներ։ Փառք Պաշտպանության բանակի տանկիստներին։ Հրապարակում են
Պաշտպանության բանակի հետևակի մարտական մեքենաները։ Շարասյունը գլխավորում է Արիության մեդալակիր ողգնդապետ Արտյոմ Արաքելյանը։ Հետևակի մարտական մեքենաներով սպառազինված են Պաշտպանության բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումները։ Պաշտպանության բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումները կազմավորվել են Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից, հիմքում ունենալով նախկին խորհրդային բանակի 366-րդ գնդից մնացած մի քանի անսարք հետևակի մարտական մեքենա։ Մարտական գործողություններին զուգընթաց բանակի զորամասերն ու ստորաբաժանումները հիմնականում հակառակորդից արգրաված զինտեխնիկայի հաշվին դարձան կայացած ուժ։ Մոտոհրաձգային ուժերը հետևակային ստորաբաժանումների հետ միասին Արցախյան գոյամարտի տարիներին անթերի կատարելով իրենց առջևդրված մարտական խնդիրները ճակատային գծի տարբեր հատվածներում մեկը մյուսի հետևից կերտեցին փայլուն հաղթանակներ։ Այս հաջողությունների հիմքում անկասկած ընկած էր հայ մարդու հայրենասիրությունը եւ որ պակաս կարեւոր չէ զինտեխնիկային տիրապետելու բարձր ընդունակությունը։ Կրկին վերհիշենք ու մեծարենք Ալեքսանդր Հայրապետյանի, Գեգամ Կարապետյանի, Էրիկ Հարությունյանի, Արթուր Ավանեսյանի, Սպարտակ Սահակյանի, Սերգեյ Մեսրոպյանի, Արսեն Մաթևոսյանի, Սամվել Սահակյանի, Սամվել Իշխանյանի, Ալբերտ Հակոբյանի, Գուրգեն Անտոնյանի, Բորիկ Ջիվանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արմիկ Պետրոսյանի, Հրաչ Գասպարյանի, Արմիկ Հովսեփյանի, Մանվել Ավուշյանի եւ ելի շատ ու շատ հայրենասերների կատարածը, ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ խաղաղ բանակաշինության ընթացքում։ Այսօր էլ Պաշտպանության բանակում բավականին նպատակասլաց եւ համալիր գործընթացներ են իրականացվում մոտոհրաձգային ուժերի կատարելագործման եւ մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Զորատեսակի երիտասարդ հերթափոխը հավատարիմ լինելով իր նախորդների թողած մարտական ավանդույթներին մշտապես պատրաստակամ է առաջադրված խնդիրների կատարման համար։ Հարկ Պաշտպանության բանակի մոտոհրաձգային ուժերի ողջ անձնակազմին։
Պաշտպանության բանակի արագ արձագանքման ստորաբաժանումները, զորատեսակի անձնակազմը գիտակցում և պատվով է իրականացնում իր առջև դրված մարտական յուրաքանչյուր առաջադրանք։ Այս ստորաբաժանումների աչալուրջ ծառայության արդյունքում սահմանային գոտում հակառակորդի կողմից նյութած ցանկացած սադրանք ստանում է իր արժանի պատասխանը և մշտապես անառիկ պահում բանակի առաջնային գիծը։ Արագ արձագանքման ստորաբաժանումները զինված են հեռահար նշանառու և հատուկ նշանակության սպառազինությամբ, բարձր ճշգրտության հակատանկային կառավարվող հրթիռների համալիրով և Կալաշնիկով մագնիշի արդիականացված գնդացիրներով ու ինքնաձիգներով։ Գիտակցելով իր առջև դրված խնդրի կարևորությունը, արագ արձագանքման ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողանում է ապահովել սեփական պատրաստականության հարաճուն առաջընթացը։ Դրանով իսկ հանդիսանում մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը։ Փառք Պաշտպանության բանակի արագ արձագանքման ստորաբաժանումների անձնակազմին։